Կարճ անդրադարձ իրադարձություններին։ Ես առաջին անգամ պաշտոնապես, այսպես պաշտոնյայի բերանից լսեցի ընտրակաշարքի մասին, դա Նիկոլ Փաշինյանն էր։ Երբ ճեպազրույց էր, հարցազրույց էր, երբ որ հարցրեցին, ինքը ասաց, որ իր սիրելի եռագլուխ հրեշ ընդդիմությունը, որին ինքը շատ է սիրում, որտեղ անդադ նրանց անունն էր տալի, իբր ցույց տալով, որ նրանք են իր հակառակորդները, ու այնպես ասաց, որ նրանք ավելի շատ ձայն հավաքեցին միասին, քան ինքը։ Մինչև այս թվաբանական բաներն էլի, անհավասարությունները։ Ինքն ասաց, որ համատարած ընտրակաշարք է բաժանվել։ Եվ անգամ հեգնեց, կրկնում, որ իր ընտանիքի անդամները նույնիսկ կարող է փողով ընտրացել են սրանց։ Ինչ խոսք ինքը նման հարդայություն հետնել պետության առաջ դեմքը նման հարդայություն անելու իրավունք չունի, մինչև դատարանի կողմից որոշված չէ, ասում ենք, կա փաստ դատարանի կողմից հաստատված կա, չկա, ուրեմն չես կարող հստակ ասել։ Դու պետք է ենթադրես, դու կարող ես, ասենք ասես, չպետք է հիմնավոր ասես, ինքը հիմնավոր ասում է, որ սենց է եղել։ Հարց է առաջանում։ Լավ, բա պետության առաջ դեմք ես, քո ոստիկանը որտեղ էր։ Ասենք հացի դանակի համար կարա մտնի ոստիկան ինչ-որ մեկի տան մեջ, ասի դու զենք ես պահում։ Այդ միլիոնավոր դոլարները, որ բաժանեցին, չտեսան այդ ոստիկանները, քո ոստիկանները, քո հատուկ ծառայության աշխատակիցները, քո ծառայությունը, քո չգիտեմ եսի մինչերը, բա չտեսան։ Բա ինչի չկանխեցին։ Ես կարող եմ, չէ՞ հիմա ենթադրություն անել, չնայած ես ձեր հետ եմ կիսում, ես այն գլխեն էլ, ես գիտեի, որ ընտրակաշարքն էլ է իր թույլտվությամբ բաժանվելու։ Որովհետև եթե ընտրակաշարք չբաժանվի, այն ձեները, որ Նիկոլին չէր գնալու, այն իր հսկողության տակ գտնվող ձեները, չեմ ասում, ազնիվ իրեն ընտրել են։ Այն պետական ծառայողները, չգիտեմ, պաշտոնյաները, չգիտեմ, միամիտները, վախկոդները, չգիտեմ, եսի մինչերը, դրանցից դուրս կային մարդիկ փաստորեն, շատ մարդիկ, որի համար շատ ուրախ եմ, որոնք իրեն չէին ընտրելու։ Ընտրելու են, ասենք, մեր թիմին, օրինակ։ Ես ին վրա եմ վերջ, հա, հաստատ մեզ էին ընտրել։ Եվ մեր նման մտածելակերպ ունեցող թիմերի։ Այսինքն ինքը թույլ տվեց, որ մարդիկ փողով այդ ձենը քաշեն իրենց։ Ես կարող եմ հիմնավոր ենթադրել, որ Նիկոլն է թույլ տվել, որ այս մարդիկ համատարած բաժանեն այդ փողերը։ Հիմա, քանի որ դեռ իսկապես այդպես դատարանի վճիռ չկա, ասենք իրենք բանը արեցին, հա, իրենց ուզած ձևի նկարեցին, բայց ժողովուրդը չի ընկալում, չի ընդունում ավելի շուտ, ընկալում է, բայց չի ընդունում, չէ՞։ Եվ սա վտանգավոր է, կարող է հասունանա պայթի։ Նամանավանդ, երբ որ Նիկոլը իր 50+ գոնե 1%-ը, թե ինքը 66% էր ուզում, բայց 50+1%-ն էլ չէր հասել, դե բնականաբար Ծառուկյանին ինչպես 5 տարի առաջ, ես մինչև ընտրություններն էլ ասում եի, որ Ծառուկյանը չի անցնելու, ինքը ձայները հավաքելու է, ասենք, դա իրար մեջ աղբերափայ անեն։ Բայց հիմա քանի որ իրենք հայտարարել են, որ ընտրակաշարք կա, մյուսն էլ ասել է պետական ռեսուրսի օգտագործում, այսինքն իրենք իրենց բացահայտել են։ Հիմա ինչ պետք է անեն։ Ծառուկյանի թվերն էլ բացահայտ մարդը, թե մի ոնց էր այդ ձեները հավաքել, փող առնելով, երկ ասելով, ոտանավոր կարդալով, թե ջութակ քոկելով։ Այդ մարդիկ ձեր էին հավաքել, այդ ձեները թվաբանորեն վերացրեցին, այսինքն բաժանեցին իրար մեջ, որ Նիկոլը գոնե 50+1% դառնա։ Հիմա ինչ պետք է լինի, բա այդ թվաբանության, ասենք, տակը բան պետք է դնեն, չէ՞։ Քավության նոխած կա, Ծառուկյան Գագիկ։ Բերեք դատենք, նստեցնենք, իրեն Թաթար Ռուբոն օրինակ չի կարող նա ձեն հանի։ Բերեք նստեցնենք, դատենք ու ասենք ընտրակաշարքի դեպքեր մենակ իր բաժանած մարդկանց կարող հստակ վերցնեն, ովքեր Ծառուկյանի համար փող են բաժանել, այդ մարդկանց վճիռը կարտան, դատական, ու տան ասեն, տեսեք այն ձեները, որ մենք մաթեմատիկորեն իր վրայից վերցրինք, բաժանեցինք մեր մեջ, փողով առած ձեներ են, պետք չի դրան անդրադառնալ։ Այս process-ն է գնում։ Ուղղակի Պուտինը սրանց այն կարգի է, ոնց վախեցրած պահում, որ ասենք, Թաթար Ռուբոն էլ, ասենք, սրանցից ոչ մեկը Թաթար Ռուբոյի չափ, ասենք, Պուտինի հետ մտերիմ չի եղել, բայց մարդը չխնայեց, ասենք, օգտագործեց, ասենք, Ալիևին հրաշալու համար։ Հիմա էլ ասենք Ծառուկյանով է, որ ասենք չօգտագործի էլի, իրենց այս մեծ հանցանք են կատարել, իսկ մեծ հանցանքը մեծ զոհեր է պահանջում։
Եթե ժողովուրդը հանգստանա սրանով, բավարարվի, մի ժամանակ կարդարացնեն, հանեն նորից կդարձնեն, բիզնեսմեն, առաջ օլիգարխ էր, չէ՞, հետո դարձրեցին բիզնեսմեն, հետո նորից արկեցին օլիգարխ։ Ու Ծառուկյանը կարող է ասեն Քոչարյանի պես, Քոչարյանն էլ ասում են սպանես, թալանես, կերավ, բայց ասում են առաջ։ Ծառուկյանն էլ դենց կանեն, բայց եթե ժողովուրդը չհանգստացավ, զգացին, որ չէ, էլի, Ծառուկյանը կարող է դառնա թաթար ռուբո։ Սրանց խաղը այսպեսին է ու դաժան։ Ու սրանք բոլորը գիտեն, որ Պուտինը իրանց կարող է ցանկացած պահի մատաղանել ու էլի ծառայում են Պուտինին։ Առաջինը Նիկոլա։ Մնաք խաղաղությամբ։